Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, եթերում նորից ծովից ծով փոդքասթն է, ձեզ հետ են ինչպես միշտ Աղասի Ենոքյանը Կալիֆոռնիայից եւ ես Ռուբեն Մելիքյանը Երևանից։ Ողջույն Աղաս։ Ողջույն Ռուբեն ջան, բարև ձեզ հարգելի դիտողներ։ Պետք է քննարկենք անցած շաբաթվա երևի կարևորագույն իրադարձությունները։ Ես կարծում եմ, որ ամենաճիշտը ուրեմն էս իշխանադավ եպիսկոպոսների ասպատակության մասին խոսելն էր, խոսելը կլինի կարևորագույն իրադարձությունն է եկեղեցու շուրջ ցավալվող իրադարձությունները։ Ես դու ներկայս եղել, ակնատեսնես։ Ես ուղղակի կուզեի մի հարցի շուրջ մենք խոսեինք։ Ինչի արեցին դա, այսինքն, գիտես, մի կողմ ինքը չմասնակցեց, չէ՞, կարծես թե դրանով փոքր իր պատասխանատվությունը փոքրացնելու համար, բայց մյուս կողմից ես կարծում եմ, որ ակնհայտ էր, որ չի ստացվելու դա։ Այսպիսի պրավալներ նա քիչ է անում, էլ եթե գոս ամենաանհեթեթ քայլերը նա անում է իմանալով, որ կլինի հաջորդը, կլինի, չգիտեմ։ Այդուհասը, դու ինչ կարծիք ես։ Ես կարծում եմ, որ սա ամենահավանական տարբերակը նա է, որ սա ռուսերեն ասած ռազվեդկա բոյեմ տարբերակն էր կամ հայերեն հետախուզական մարդ, մի հատ հələ հասկանալ, թե ինչ քայլեր է կարողանում անել կաթողիկոսությունը, ինչ ուժերով կարող է պաշտպանվել, ինչպիսի մարդիկ են գնում, արդյոք բացառապես քաղաքական ուժերի կողմից, քաղաքական ուժերի հետ որոշակի կապ ունեցող մարդիկ են գնում, որոնք կարող են կազմակերպված ձևով գնալ, եթե գնում են, թե ով ինչքան է կարողանում իր հետևից մարդ բերել, ինչքան են, այսպես ասած, սովորական քաղաքացիները, այն մարդիկ, ովքեր որ որևէ կապ չունեն որևէ քաղաքական ուժի հետ։ Ես ավելի շատ տեսնում եմ այս բոլոր հարցերը եւ նաեւ տեղում, այսպես, եթե այդպես կարելի է ասել, զորավարժության պես մի բան, ոստիկանների կողմից եւ նաեւ, այսինքն, այն ոստիկանների, որոնք այնպես էլ քաղաքացիականով ոստիկանների, մյուս իրավապահների, իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից, որպեսզի հասկանան, թե ի վերջո իրենց հիմնական գործողությունը ինչպես են անում, որ կողմից են մտնում, ինչ դռներ են փակում, մուտքեր են փակում, ոնց են անում, այս բոլոր հարցերն իմ կարծիքով սա իրենց համար հետախուզական մարդ էր։ Բայց ամեն դեպքում կարծում եմ դու կկեսես այն կարծիքը, որ նա զադնի դնող չի, հա, սա բացառվում է, չէ, դրա մասին ուղղակի պետք է մոռանալ, ավելին, տեսեք, հիմա մենք այս հաղորդումը նկարում ենք շաբաթ օրը, մենք չգիտենք վաղվա համար ինքը ինչ սուրպրիզներ կարող է պատրաստել։ Մենք ինչ իմանանք, ինչ է անելու հենց վաղը։ Այսինքն այն ժամանակ, երբ արդեն դուք դիտելուց եք լինելու այս հաղորդումը, Կիրակի օրը, սա շաբաթ օրն է նկարվում, դուք դիտելու եք Կիրակի օրը Երևանի ժամանակով 20:00-ին, մենք չգիտենք այս 28 ժամերի ընթացքում ինչ է տեղի ունենալու։ Հենց այս պահին կամ կես ժամ հետո կամ մի ժամ հետո ինչ է հայտարարելու Նիկոլ Փաշինյանը, իր այս խմբակը, որի համարյա բոլոր գործող անձանց արդեն ճանաչում ենք, այդ իրենց մի քանի քաղաքապետերն են, Թալին, ուրեմն բանից Վեդի, եւս մի քանիսը տես տարօրինակ ինչ որ մարդիկ են, մեկը ինչ որ ինքն իր համար համազգեստ է, կիսա թագավորական, կիսա հոգևորական, ինչ որ համազգեստով տենց ցուպը ձեռքին գավազանի նմանությամբ ձեռք պատածում է, տարբեր տարօրինակ մարդիկ, մեկ ինչ որ մապ է ցույց տալի, ինչ որ տարօրինակ մարդկանց հավաքածու է, ինչ որ եւ տեսնենք այս իրենց խմբով, բայց այսինքն Տերետիր հաջորդ շրջիկ պատարակի մասին չի հայտարարել, դեռ չի հայտարարել այս պայդրությամբ, այսինքն վաղվա համար։ Եվ ես կարծում եմ, որ շատ հավանական է, որ ինքը իր գործողությունները անի, օրինակ մյուս Կիրակի օրը, ամեն դեպքում երբ էլ անի, ինձ թվում է իր համար դեդլայնը, այսպես ասած, հունվարի 6-ն է, եթե ոչ հունվարի 1-ը։ Ես այդպես եմ տեսնում, որ ինքը այնքան է սրել արդեն, որ մի քիչ դժվար է պատկերացնել, որ այդ դեդլայնը իր համար այսպես աշխատանքային ժամկետ չլինի, էլի։ Հիմա մի բան եմ ուզում քեզ հարցնել, տես
սկսվեց բանը Պաստորին ինչ-որ մի հատ ապուշ թուղթերը բարակեցին, թե Եզրաս Սրբազանը 86-ից 88 թվերին եղել է KGB-ի գործակալ, թողնենք մի կողմ թուղթը ինչքանով էր անհետ, պարզապես աբսուրդ էր էլի ուղղակի ասենք գոնե այն որ հայրեն է գրած Հա, էլի սովետական KGB-ն գրում էր հայրեն, էլի։ Հայերեն, դա Լենինգրադում, գիտես Լենինգրադում բայց ինքը Պաստորեն է ժամանակ։ Տենում եք։ Հետո էլ այդ երկրի պոչվական չեն կպցնում։ Մեր լեզվով են Պաստորեն, այտենց չենք իմացել, թե ինչքան մեծ դեր ա ունեցել հայերենը սովետական միության ժամանակ։ Սովետական KGB-ի համար։ Բա։ Դե հիմա նայ, ուրեմն ի՞նչն է խնդիրը։ Հիմա տես, սա կարող գիտես, քանի որ ուրեմն Հայաստանում տրամաբանությունը բացակայում է, հիմա կարող է դրա հիմքով ենթադրենք որոշում, որ պետքա կաթողիկոսին ասենք ձերբակալել։ Այդ իրանց քարոզչական բաները տենց էլ ասում են, եթե անմիջապես կարգալույս չարեց, ուրեմն ինքն էլ է գործակալ վեհապառը, էլի։ Ասենք, սենց էլի։ Դե ուզում ասեմ, գիտես, այսինքն տրամաբանություն մեր կողմից դժվար կլինի տրամաբանություն տեսնել այդ գործողությունների մեջ, որովհետև մենք աշխատում ենք սովորական տրամաբանության մեջ։ Իսկ ինքը աշխատում է, ինչ ասեմ, ասպատակիչի տրամաբանության մեջ, հա։ Եվ հիմա ուրեմն այդ ռասի շպիոնը, KGB-ի գործակալը եւ այլն, այս ամեն ինչը ուրեմն դառնում է շատ լուրջ գործիք Հայաստանի քաղաքական դաշտում։ Չէ, սա ես նաև դիտում եմ հենց անձամբ վեհապարի դեմ ինչ-որ գործողությունների նախապատրաստություն եմ դիտում, տեղեկատվական, քարոզչական, որոնք հավանաբար կլինեն մոտակա օրերս։ Ես ցավով այսպիսի կանխատեսում անեմ։ Կանխատեսում անես, հա։ Ես այսօր մի հետաքրքիր բան կարդացի Facebook-ում, Աննա Աստվածատերյան, թե Աստվածատերյան, հա, լսել ես նրա մասին, երևի չէ, Հայաստանում մի այդքան հայտնի չի։ Ուրեմն այս կինը 92 թվականի Բաքվի փախստական է։ Էնել ոնց շատ լավ եմ ճանաչում, միասին աշխատել ենք, երբ Արցախում, այո, եթե չեմ սխալվում, Վերմոնտ նահանգի նույնիսկ ներկայացուցչական մարմիններից մեկի, այո, նահանգային օրենսդրի Ձերոնցից է եւ մերոնցից է, էլի։ Ես իրեն այդ ժամանակ որ այստեղ լրագրողություն եմ անում, երբ հարցազրույց եմ արել։ Ուրեմն ինչ էր ասում։ Ասում է, ես 92 թվականին ուրեմն եկել եմ Միացյալ Նահանգներ։ Հիմա ռուսերեն խոսում են ուրեմն Բաքվի ու Վերմոնտի ակցենտների խառնուրդով, հա, ռուսերեն լավ չեմ խոսում, բայց ամերիկյան օրենսդրի անդամ եմ, բայց կապ չունի, ասում է, ինձ էլ են ուրեմն հայտարարել ռուսի շպիոն։ Վերմոնտում։ Հասկանում ես Այո, Վերմոնտում։ Այսինքն, դիտես անհեթեթությունը ընդեղ է հասել։ Մենք քաղաքացիներին Հայաստանում ասենք, որ Վերմոնտը նահանգներից մեկն է Ամերիկայի, ոչ շատ մեծ, արևելյան, փոքր, Քիփլիգ սիրուն, հա, լավ նահանգ է։ Հասկանում ես, այս անհեթեթության մեջ ուրեմն ամեն ինչի վրա կարելի է դնել այդ շպիոնի բանը, այդ Տանիքը, ոնց որ իրենց անձամբ անգամ ունենալով այդ հսկայական պատժի ճապարատը իր ձեռքին, որ չգիտես ինչու Հայաստանում կոչվում է իրավապահ համակարգ, ունենալով այդ ամեն ինչը իր ձեռքին, նա իրեն նույնիսկ նեղություն էլ չի տալիս, ասենք, ոնց ասեմ, ճիշտ կեղծիքներ ցանկել, հա, մի քիչ անհետ։ Հա, ինչ որ մարդիկ ասում են, որ դե առաջի հայացքից անկախ դրանից դու այդ ոլորտից բան հասկանում ես թե չէ, լեզվական կտորը միանգամից աչքի է զարնում։ Եվ ինչ որ մարդիկ, որոնք որ իրենց մասնագիտության բերումով ավելի շատ են հասկանում այդ ոլորտից, նկատառումներ էին ներկայացնում, որոնք որ միանգամից տպավորություն էին թողում, որ գործ ունենք պարզապես կեղծ փաստաթղթի հետ, կեղծիքի հետ։ Անկամ այն պայմաններում, երբ պրինցիպի 86 թվականին ԱԱՑ-ի տվյալ դեպքում իր երկրի ԱԱՑ-ը սովետական միություն էր, սովետական Հայաստան էր, ԱԱՑ-ի հետ համագործակցելը այդ եսիմինչ մի բան չի, տենց որ ասես, եւ նաեւ այստեղ կարեւոր է թե ինչ նպատակով էր համագործակցությունը իրականացվում։ Եթե իսկապես եղել, ընդունենք վարկած, որ եղել է, թեև նորից ասեմ, կեղծիքի նման էր։ Բացարձակ այդտեղ խնդիր կարծում եմ չկա, հատկապես եկեղեցական տեսանկյունից։ Նայ, Եզրաս Սրբազանը, ես իր հետ մի անգամ եմ շատ կարճ շփվել Մայրաթոռում,
պատահական ուղղակի հանդիպեցի, մոտեցա եւ երկու բառ խոսեցինք, ասեմ որ շատ ջերմ տպավորություն եմ ստացել, մարդու աուրան շատ դրական եւ իր կենսագրությունը կարդացի երեք, շատ վաղուց մինչեւ հլը Գարեգին Վեհափարի կաթողիկոս ընտրվելը շատ ավելի վաղ նա իր ծառայություններ իրականացնում Ռուսաստանում եւ հենց Պետերբուրգում։ Եվ առհասարակ ես կարծում եմ, որ այս հարցը պետք է նաեւ մեր հանրությունը ավելի մեծ ուշադրության առարկա դարձնի, էլի։ Արդյոք մեր հոգեվորականները, սկսած սրբազաններից վերջացրած քահանաներով, ամուսնացյալ քահանաներով, որոնք իրենց ծառայությունն իրականացնում են օտար պետություններում։ Մեր եկեղեցին ցանցային կառույց է օտար պետություններում, Սիրիայում, Իրաքում, Իրանում, Միացյալ Նահանգներում, Լատինական Ամերիկայում, Եվրոպայում, Ռուսաստանում, տարբեր մենթալիտետ, տարբեր մշակույթ ունեցող երկրներում։ Արդյոք տրամաբանական չի, որ որոշակի աշխատանք լինի տեղի հատուկ ծառայությունների հետ։ Այսինքն պատկերացրեք Հայաստանում գալիս է ինչ-որ մի հատ հոգևոր ինչ-որ մի կրոնական կազմակերպություն։ Բա մեր անվտանգության ծառայությունը չպետք է հետաքրքրվի հետները աշխատի։ Տարբեր ձևաչափ։ Դե գիտես, ես կարծում եմ, որ Հայաստանում նման աշխատանք տարվում է։ Հետադրենք Հայաստանում եկել է այդ ինչա, հոգու խոսքա, հոգու Խոսքի հոգի է, ինչա, ինչ-որ մի խոսքով։ Հա, վերջը։ Այդ կառույցը եկել է Հայաստան եւ ուրեմն մեր անվտանգության ծառայությունը գնացել է, ասել է, ժողովուրդ ջան, դուք կարաք աշխատեք մեր հետ։ Նրանք ասում են հա, եւ ասենք գնում է այս ամեն մի ուրեմն շրջիկ էս կեղծ պատարակներին գալիս է այդ հոգու խոսքը ուրեմն ներկայ լինում, ապա Հայաստանում ես հիշում եմ, որ այս վերջերս ինչ որ մի նման կրոնական կազմակերպության հայտնի ներկայացուցչի նմանացրեցին 7 վերքի մեկին, հետո հերքում գնաց ասաց ես չեմ եղել, մի խոսքով էական չի։ Կենտրոնանանք բուն էության վրա, արդյոք անտրամաբանական է, որ տվյալ պետության հատուկ ծառայությունները, ես չեմ խոսում նորից ասեմ Եզրաս Սրբազանի պարագայի մասին։ Դա լրիվ ուրիշ իրավիճակ ա եղել, մի պետություն ա եղել, խորհրդային միություն ա եղել եւ այլն։ Ես խոսում եմ առհասարակ բոլոր երկրներում, բայց այդ անվտանգության ծառայությունները չպետք է ինֆորմացիա ստանան մարդկանցից, թե ինչով են զբաղվում, ինչ են անում իրենց պետությունների անվտանգությանը, որպեսզի հավաստիանան, որ որևէ սպառնալիք չկա։ Օրինակ, ավելի պաշտոնական բաների մասին խոսեմ։ Մեր 4 նվիրապետական աթոռներից Երուսաղեմի մեր պատրիարքությունը։ Այն օրը կարդացի, որ Երուսաղեմի պատրիարքի հաստատման համար անհրաժեշտ է 3 պետությունների, օքեյ, դա Իսրայելն է, դա Պաղեստինն է եւ դա Հորդանանն է։ Այսինքն պաշտոնապես իրանք պետք է հաստատեն, որ օրինակ այս բանի Նուրհան arczepiskopos-ն է, ամենապատիվ Տեր Նուրհան arczepiskopos ազգանունը ներողություն չհիշեցի այս բանի։ Այդ մարդուն հաստատել են 3 պետություններ, բայց չի նշանակում, որ մարդը պետք է ճկուն ձևով աշխատի բոլորի հետ։ Թուրքիայում օրինակ։ Կոնստանտինոպոլիսի, հա, Թուրքիայում Թուրքիայում Կոնստանտինոպոլիսի պատրիարքը անպայման Թուրքիայի պետության կողմից հաստատում ստանում։ Իհարկե, այսինքն այս ամեն ինչը նշանակում է, որ որոշակի կապ պետք է լինի։ Հիմա Եզրաս Սրբազանը այդ գործակալ այդ անկապ բաները կողք թողնենք։ Այդ մարդը ունի նորմալ հարաբերություններ, նույնիսկ լավ հարաբերություններ ռուսական establishment-ի հետ, չէ՞։ Դա իր անձնական շահին է օգտագործվում, թե համայնքի շահին է օգտագործվում։ Եկեղեցիներ են կառուցվում, համայնքային խնդիրներ են լուծվում։ Պրոբլեմը ո՞րն է այստեղ։ Վերջերս երբ որ նա արժանացել էր մեդալի, բավական բարձր։ Դա լավա թե վատ է, իհարկե լավա տեղի ժողովրդի համար։ Գիտես, պրոբլեմը հետևյալն է։ Ասենք Հայաստանում մի քանի տարի առաջ հրապարակվեց մի փաստաթուղթ, որ օրինակ Հայաստանի արտաքին գործերի նախարարը առնվազն 2 երկրի շպիոն է։ Փաստաթուղթը հրապարակվեց, ընդ որում երբևէ չհերկվեց դա։ Անգամ նրա կողմից չհերկվեց, անգամ Նիկոլի կողմից չհերկվեց, հա։ Հիմա ուրեմն բարձրագույն դիվանագիտական պաշտոն զբաղեցնող է։ Այն մարդը, ում ձեռքով Նիկոլը իր ողջ արտաքին, ինչ ասեմ, կործանարար քաղաքականությունն է իրականացնում։ Կործանարար քաղաքականություն տանում։ Այդ մարդը հաստատված ուրեմն 2 երկրի շպիոն է, բայց ասենք մեր ԱԱՑ-ն պնդում է, որ այն, որ ասենք Եզրաս Սրբազանը 30 տարի առաջ եղել է KGB-ի հետ համագործակցության մեջ, դա երկրի համար ազգային անվտանգության սպառնալիք է։ Իսկ ասենք նույն այդ բանը
ինչ էր անում։ Օմեգան սպառնալիք չի, Արարատ Միրզոյանը սպառնալիք չի։ Ես չեմ խոսում այն կասկածների մասին, որ կարող է Նիկոլն էլ հավաքագրված, կարող է մյուսներն են։ Ես կոնկրետ փաստերի մասին եմ խոսում։ Ջրվեց գնաց, գիտես, մոռացանք այդ մասին։ Այսինքն այնքան փորձանք եկավ մեր գլխին դրանից հետո, որ այս մասին մոռացանք։ Դե հա։ Էս է հարցը։ Հիմա սա ես ուրիշ տեսանկյունից եմ դիտարկում։ Սա ավելի շատ ռևերանս էր եվրոպացիներին։ Այս այդ մասին է ուզում նաև խոսային, գիտես, հայ եվրոպացիներին այս ուրեմն այդ Կայա Կալասի հայտարարությունը այն մասին, որ Հայաստանը, չգիտեմ, 12 թե 15 միլիոն փող են տալու, որպեսզի Հայաստանը պայքարի օտար ազդեցությունների դեմ, չէ, հիբրիդային պատերազմների դեմ։ Սա ես կարծում եմ սարսափելի բան։ Խոսքը չի վերաբերվում այդ գումարին։ Հիշում ես այն Նիկոլ առաջ անգամ որ գնացել էր Եվրոպա, այնտեղ հանեցին, ասին, «Արի մի հատ վրաս քեզ 10 միլիոնի փող տանք», ասեց, «Չի արա 10 միլիոն ի՞նչ է։ Ես մի հատ օլիգարխիսից թափ տամ, Գերմանից այդքան փող կընկել»։ Ուզում ասեմ, այդ փողը իր համար փող չի։ Կարևորը հետևյալն է, որ ուրեմն Եվրոպան մտնում է Նիկոլի արած հանցագործությունների տակ, որ Եվրոպան ինքը իր վրա վերցնում է պատասխանատվություն, կիսում է այս ամեն ինչը, կիսում է եկեղեցու հանդեպ հալածանքները, կիսում է քաղբանտարկյալներին, կիսում է սահմանադրության եւ օրենքների բացարձակ ոտնահարումը, հա, այսինքն Նիկոլին դաբրո է տալիս ամեն ինչ անելու։ Ես նույնիսկ համոզված իմ ընկերների խնդրել եմ, որ փորձեն ձեռք բերել այդ դիմումը, որը որ Նիկոլը դիմել է այդ Կալասին այդ գումարները ստանալու համար։ Ես համոզված եմ, որ մեջը գրած է եղել ժողովրդավարության համար է դա, որ դա խոսքի ազատության համար է, հասկանում ես։ Ու այս ցինիզմը ուտելու է եղել։ Սա մի, չգիտեմ, այս ամեն ինչի հետևանքները ուր են տանելու։ Այդ ամեն դեպքում տանելու են նրան, որ այլևս մենք դրսի վրա հույս դնել չենք կարող։ Դե դա գուցե լավ է, որ մենք դրսի վրա հույս դնել չենք կարողանա, որ գոնե կենտրոնանանք մեր ներքին ռեսուրսի վրա։ Գիտես ինչ է, ներքին ռեսուրսի վրա, բայց ժամանակին շատ ուշադիր նայում էին, որ ասենք Հայաստանում ընտրությունների վերաբերյալ դրսից լինի դրական կարծիք, չասեն ընտրությունները լեգիտիմ են, լեգիտիմ չեն, հա։ Հիմա էլ դա չի լինելու։ Ակնհայտ է, որ եթե Նիկոլն հաղթում, ուրեմն հայտարարել է, որ ընտրությունները լեգիտիմ են։ Իսկ Ռուսաստանը այս հարցում բնականաբար Ռուսաստանի հայտնած կարծիքը չի համարում, արի այս բառը նորից օգտագործեմ, լեգիտիմ կարծիք, հա։ Ուրեմն ժամանակին, ինչպես ժամանակին հիմա էլ մեր հույսը պետք է լինի արևմուտքի վրա։ Բայց ախր որ ասես մի պահ այս ռուտինայից փորձենք վերանալ եւ զուտ երևույթը դիտարկենք, հələ տես ինքնիշխանության համար, որ ուրիշ որևէ մեկը միջամտություն չանի մեր օրինակ ընտրական process-ներին, մեկ ուրիշը միջամտում է եւ ֆինանսավորում է տալիս։ Այդ ոնց որ տես մենք ընկերներով հավաքվենք, բաժակ բարձրացնենք բոլոր բաների տրեզվիննիկների կենացը, էլի, այն մարդկանց կենացը խմենք, որոնք որ երբեք չեն ալկոհոլ օգտագործում։ Մեր հետ կապ չունի։ Ինքը շատ արտահայտական բան է, էլի։ Ես ուզում եմ այստեղ մի երկու բան ասել, որ այս ամեն ինչը տանում է ուրեմն բացարձակ անհեթեթության, հա, ուրեմն նախ մեկը այն է, որ գիտես, ես ուզում եմ խոստովանեմ, որ ինքս սենց կողմ եմ, որ Հայաստանը գնա եվրոպական զարգացման ուղղությամբ, բայց այսպիսի Եվրոպայից չեմ ուզում։ Այսինքն նրանից հետո, երբ որ Հայաստանը կնիկոլազերծվի, այլևս այդ եվրոպական ուղղության մասին, եվրոպական ընտրության մասին խոսք չի կարող լինել, որովհետև Եվրոպան այս զզվելի Եվրոպան է, ով որ կիսում է, կրկնեմ, ով որ Նիկոլի հանցակիցն է, ով որ կիսում պատասխանատվությունը Նիկոլի արած այս այլանդակությունների։ Դե քաղբանտարկյալների մասով դա միանշանակ, հատկապես քաղբանտարկյալների, ասենք Եվրոպայի մեր պատվիրակության ներկայացուցչությանը մեր Լուսինեն, մեր Նարեկի կինը նամակ էր հանձնել, պատասխան նամակ էր եկել, ու ինքնին նամակ ուղարկելը դրական համարենք, բացասական չհամարենք, բայց բովանդակությունը նամակի։ Ժողովուրդ ջան, մենք չենք զբաղվում այդ հարցերով, դա ձեր ներքին հարցերն են, կներեք, մենք այդ թեմաների մեջ չկանք։ Մեկը բայց սուտ են ասում, տեսա որ զբաղվում են։ Եղբայր, այդ դու չէիր, այդ ձեր դեսպանը չէր, որ գնում մեր դատարաններ, հայտարարություններ էր անում, չուս լինի ներքաղաքական։ Ինչի չուս լինի, հենց ներքաղաքական։ Այդ դուք չէիք, թե դուք փոխվեցիք, այն 12 աստղով այդ ձեր դրոշը
կարող է ինչ-որ ուրիշ երկիր էր ձերը չէր։ Անհասկանալի է, էլի։ Սա լուրջ խնդրեմ է։ Ես քեզ հետո մի ուրիշ բան էլ ասեմ, այս ֆինանսավորումը որ գալիս է։ Արդյոք սա միայն ուրեմն մամուլի համար է գալիս, կամ չգիտեմ, կիբերհարձակումների։ Այս ֆինանսավորումը, օրինակ, օտար հիբրիդային կարա չէ Նիկոլա հանգիստ գնա, ասենք ոստիկանության համար արդյունքաբեր գազ առնի, չգիտեմ, ռետինե փամփուշտներ առնի։ Այս ֆինանսավորումով ասենք կարող անա այն ձեր դատավորի անունի չէ, Մասիս ինչան էր։ Ասենք այս դատավորին պարգևավճար տա, չէ՞։ Հասկանում ես, սա արդեն տանում է անհեթեթության, տանում է այն մասին, որ Նիկոլի ձեռները բացում են ու ասում են ինչ ուզում ես արա։ Արփողն է քեզ, անով ինչ ուզում ես։ Սա արժեքների խեղման մասին է խոսում։ Ես այդտեղ գալուց մի զավեշտալի պատմություն լսեցի։ Առաջարկում եմ այդ ասեմ ու մի քիչ էլ վերջում ասնենք մեր տղաների հետ կապված տեղեկացնենք ունկնդիրներին մեր ինչա տեղի ունեցել այս վերջի մեկ շաբաթվա մեջ ինչ զարգացումներ, բայց ինքը փոքր բանի մասին է, բայց շատ խնդալու է։ Ուրեմն Սպիտակի քաղաքապետը կազմակերպել է համայնքի միջոցներով դարդու մրցույթ։ Լսել եք այդ պատմությունը։ Չէ։ Ինքը մասնակցել է իր կազմակերպած դարդու մրցմանը։ Ահա։ Զբաղեցրել է երրորդ պատվավոր տեղը եւ իր համայնքի բյուջեից 90,000 դրամ դրել է գրպանը, գնացել է իր գործերով։ Ստե գումարի քանակի մասին չի խոսքը, բանը պրոստը այն որ երևույթը շատ խնդալու է, էլի, ասենք մարդը ինքը իր մրցույթ կազմակերպի, այդ մրցույթում մրցանակային տեղ զբաղեցնի, համայնքի հաշվին գումարներ վեր, գոլի ասել ասենք լավ դե գումարը չեմ վերցնում ես, հայտարարել ասել այդ գումարը դու վերաբաշխ։ Ահավոր խնդալու է, էլի, դա չեստիության չէ, դա այն մի հատ բառ կա, որ շատ սիրուն բառ եմ ես համարում, բայց սրանց օրոք դա ուղղակի արժեզրկվեց, դա բարեվարկությունն է։ Այս սա բարեվարկության հարց է։ Ու այդ քո ասած այդ գումարների ծախսման հետ կապված մենք չենք կարող որևէ դրական ակնկալիք ունենալ, որտեվ այս մարդիկ ուղղակի բարեվարկությունից զրո են։ Խոսում են, որ ԿՊ-ն հայտը բան արել, ներքին կանոնակարգը հաստատել եւ այլն եւ այլն։ Մեր աշկի առաջին անց այդ Թալինի քաղաքապետը, որ այս կուսակցականն է, հելել էր մայր տաճարի սյուների վրա ու իրան պահում էր խուլիգանի պես։ Դու չպետք է ինձ ասես ինչ որ հոգեվորական ասում էր հարգելիս, իջեք այդտեղից, չի կարելի։ Մայր տաճարի այդ սյուների վրա բարձրանալ պատշաճ չի։ Դու չի որ դու չես որ ինձ պետք է, ասես ինչ որ բաներ։ Այդ բաներ, որ ուզում են ճեղքեին անցնեին, էլի, մտնեին մայր տաճար եւ ալարգեին վեհապարին։ Հիմա այդ մարդուն սա բարեվարկության իրանց կանոններին համապատասխանում է, թե չէ, պատասխանատվության հարց լինելու է, թե չէ, թե ուղղակի Կարծում եմ որ համապատասխանում է։ Թե ինչ որ դրոշ է, մենք բարեվարկություն բան։ Այս սա լավ բան է, առիթ է, որպեսզի սա օգտագործեն ու ասեն, հեսա մեր կուսակցական այս գործիքը աշխատում է։ Բնականաբար չեն անելու։ Հա չէ, բայց սա իրանց կապայական բարեվարկությունն է։ Ինչքան խուլիգան ես, ինչքան լկտի ես, ինչքան ես չգիտեմ։ Մատես, միջնամատ ես ցույց տալիս լրագրողին մայր տաճարի բակում։ Ախր բաներ կան էլի, որ չի կարելի։ Ընդ որում բաներ կան, որ իդեպ երկու ստեկ էլ այստեղ մեզ չի էլի, որ մենք ասում ենք իրանց չի ոչ մեկին չի կարելի։ Դա ոչ մեկին չի կարելի, էլի։ Բաներ կան, որ ոչ մեկին չի կարելի։ Լավ, ես առաջարկում եմ կարճ խոսենք նաև տղաների գործի ընթացքի մասին, այս շաբաթը այսպես նաև մենք մամուլի ասուլիսով հանդես եկանք չորեքշաբթի օրը ցավոք սրտի մեր մամուլի ասուլիսը շատ լայն տարածում չստացավ զուտ այն պատճառով որ դրանից ընդամենը մամուլի ասուլիսը ընդամենը ժամ ու կես հետո այդ 10 տիրադավ եպիսկոպոսները իրենց անունից հայտարարությունը տեղադրվեց համացանցում, այսպես ասենք, մայր աթոռի ասպատակության մասին եւ ամբողջ ներքին դաշտը լծվեց դրա քննարկմանը նիկոլականները իրենք էին մարդ հավաքում, իրենց բոլոր ռեսուրսները եկեք գնանք Էջմիածին եւ այլն, իհարկե մենք էլ մեր հերթին հանրային տարբեր գործիչներ, քաղաքական հանրային գործիչները, ոչ քաղաքական հանրային գործիչները ընդդիմադիր հայացքներ ունեցող եւ ցավոք մամուլի ասուլիսը իհարկե
լավ լուսաբանվեց, բայց այդ լուսաբանումը ծածկվեց այլ թեմաներով։ Եվ ասեմ, որ մենք ամփոփեցինք այս մեկ ամիսը տղաների կալանավորման, մենք սպասում էինք, թե ինչպիսի որոշում կլինի տղաների գործով, ասեմ, որ Նարեկի գործով 5-շաբթի օրը դատարանը 11 օրով հետաձգեց որոշման հրապարակումը եւ հայտարարվեց, որ որոշումը հրապարակվելու է դեկտեմբերի 29-ին, երկուշաբթի օրը, նախավերջի աշխատանքային օրը այս տարվա, իսկ Վազգենի մասով հրապարակման օրը առաջիկա երկուշաբթին է, այսինքն ամսի 22-ը։ Եվ միաժամանակ նաև մեզ տեղեկացրեցին, որ ավարտ են հայտարարել նախաքննության, 2 հատոր գործ են մեզ տրամադրել, իհարկե այս պահին քիչ նպատակարար չենք համարում խոսել գործի մասին, խոսենք անպայման խոսենք, շատ հետաքրքիր բաներ կան այդտեղ, եւ դա նշանակում է, որ հունվարի առաջին կեսին իմ կարծիքով 7-8-ի կողմերը մենք կունենանք Նարեկի եւ Վազգենի գործով առաջին դատական նիստը, հույս ունենք, որ Նարեկը եւ Վազգենը կլինեն ազատության մեջ, որտեղ վերաքննիչ դատարան ենք մենք բողոքարկել, մենք ունենք վերանայման իրավունք եւ մենք տեսնենք մեր վերանայման իրավունքը ինչպես է իրացվում։ Մենք մեր բողոքները գրել ենք, ուղարկել ենք, դատարանն էլ եւ պետությունն էլ պետք է ապահովի, որ դատարանները ի վերջո պատասխան են ասել, մենք ենք ճիշտ, թե Մասիս Մելքոնյանն էր ճիշտ օրինակ։ Մենք ենք ճիշտ, թե Վազգենին կալանք տված դատավորն էր ճիշտ։ Այսինքն սա կարևոր հարց է եւ պետք է մենք հասկանանք, այս փուլն է մնացել, դե մնացածն էլ կտեսնենք, տղաների տրամադրությունը լավ է, Նարեկի հետ տեսակցել եմ 3, Վազգենի հետ էլ Արսենն է տեսակցել, նորմալ մարդիկ հասկանում են, որ ենթարկվում են քաղաքական հետապնդումը ունի իր տրամաբանությունը, դա սովորական քրեական հետապնդման տրամաբանություն իհարկե չի։ Ավարտենք սրանով, հա, ես ուզում եմ նորից անել են 5 կոչի, որ քո բան գրած է, background-ում, հա, ազատություն կամբատարկներին, ազատություն Վազգենին ու Նարեկին, բոլոր մեր կամբատարկներին, ու մեզ դիտողներին էլ ուզում եմ հրաժեշտ տալ, ստեղծություն մինչև հաջորդ կիրակի։ Մինչև հրաժեշտն էլ, եթե մի 2 վայրկյան ժամանակ գտնենք, մի հատ լայքեք, շեյրեք, նկարագրության մեջ ձևերն են նշված, թե ինչպես կարող եք օգնել մեր անտիֆեյքի խմբագրակազմին, որոնք որ հերոսական ձևով դիմագրավում է այս դժվարություններին, Աստղիկի գլխավորությամբ, եւ դրանով դուք կարող եք օգնած լինեք մեր ընկերներին ավելի արդյունավետ իրականացնելու իրենց գործը։ Այսքանը։